Բարեկամներ խաղան երեկոն մեզ մոտ շարունակվում է ու արդեն հիմա հերթը United-ինը եւ Արաքսինն է միմյանց միջև ուժերը չափելու համար թիմերը խաղադաշտում են ողջունում են միմյանց մենք էլ եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ գսենք United-ից դարպասը պաշտպանում է Արսեն Արսենյանը համար 1 Վիլի Կարեյան համար 2 Հրաշ Ղազարյան համար 5 Խաչիկ Խաչատրյան համար 7 Արշակ Սարգսյան համար 9 Ռոբերտ Աղաջանյան համար 11 Նաթիմի ավակն է Հուսիկ Բարսեղյան համար 12 Սուրեն Սմբատյան համար 13 եւ Սեմյոն Պետրոսյան համար 21 Կա մրցավարի Սուլիչը 1 տարկած է հանդիպումը իսկապես այս 50 րոպեները շատ հետաքրքիր են անցնելու մեզ համար եկեք ծանոթանանք նաեւ Արաքսի հայտարարությանը Դարպասը պաշտպանում է Սևակ Մուրադյանը համար 1 նա նաեւ թիմի ավակն է Բաբկեն Սահակյան համար 2 Եղան Վարդանյան համար 5 Արմեն Մելքոնյան համար 7 Հովանես Բարսեղյան համար 9 Սարգիս Սարգսյան համար 10 Տիգրան Մուրադյան համար 11 Արսեն Վարդանյան համար 19 Արսեն Մելքոնյան համար 22 եւ Հենզել Վարդանյան համար 77 այսպեսին է Արաքսի հայտարարությունը շատ հետաքրքիր իսկապես հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ մրցաշարային աղյուսակում Պատկերը ծանոթացնեմ, որ ինքներդ էլ հասկանաք, թե ինչի մասին եմ ես հիմա խոսում այս պահի դրությամբ Արաքսը գտնվում է 22 միավորով 9-րդ հորիզոնականում, United-ը 12-րդ 16 միավորով, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացել United-ը Արաքսի նկատմամբ, այո, եթե այսպես հաշվենք այդ խաղում, որը պետք է անցկացնի United-ը ու նոմինալ վերացենք այսպես որ կհաղթի ու կունենա եւս 3 միավոր, ապա այսօր Արաքսին հաղթելու դեպքում կհավասարվի միավորներով Արաքսին իսկ իհարկե Արաքսը հաղթանակի հասնելու դեպքում էլ ավելի կփոխվի United-ի ցուկը հավասարվի Միլանին ով գտնվում է իրենից մեկ հորիզոնական ավելի վեր կունենան թիմերը 25-ական միավորներ այդ պայմաններում, բայց իհարկե դեռ Արաքսը կունենա Միլանի նկատմամբ հանդիպումներ, որը չի անցկացրել պակաս հանդիպումների մասին է խոսքս, որը դեռ պետք է լրացնի ակումբը, նոր դրանից հետո իհարկե պատկերը կձևավորվի Արաքսը եւ նաեւ United-ը, ճիշտ է, մի փոքր United-ը ետ է գտնվում առաջին ութնակից, բայց երկու թիմերն էլ իատեսական շանսեր ունեն play-off pool դուրս գալու, այնպես որ տեսնենք Բախտը ում կուղեկցի Ղազարյան եւս մեկ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, այստեղ Վարդանյան առաջին արձագանքեց գնդակին ու հեռացեց Արսեն Արսենյան Երկար փոխանցում դեպի Տուգանայինի մատուցներ ու նորից Հենզել Վարդանյանը առաջին արձագանքում գնդակին Արաքսն շարժվում է առաջ մի փոքր ուժեղ այստեղ ստացվեց փոխանցում Արաքսի ֆուտբոլիստի կատարած դեպի Սարգիս Սարգսյանը փոխանցում կատարողն է Հովանես Բարսեղյանն էր, բայց իհարկե United այս իրավիճակում լավ պաշտպանվեց ու թույլ չտվեց մրցակցին նույնիսկ հարված կատարել սեփական դարպասի ուղղությամբ եւ United-ը սկսում եմ օրքից Բարսեղյան շատ լավ փոխանցում կատարեց դեպի ներողություն Հարեյանն էր այս իրավիճակում շատ լավ փոխանցում կատարեց դեպի խաղընկերը իսկ հիմա արդեն Հուսիկ Բարսեղյանը խաղարկում է գնդակը դարպասապահ Արսենյանի հետ լավ փոխանցում դեպի թիմի ավակ Աղաջանյանը մենք տեսանք այստեղ մի փոքր Տանդաղեց United-ի ֆուտբոլիստը Արշակ Սարգսյանը կորցրեց գնդակը հիմա արդեն պատասխան գրոյի անցնում Արաքսը կա փոխանցում ու այստեղ բավական վտանգավոր է իսկապես Հովանես Բարսեղյանի կատարած փոխանցումը եթե լիներ Արաքսի ֆուտբոլիստներից որևէ մեկ այդ իրավիճակում ու եզրափակեր այդ փոխանցումը ապա մենք կտեսնենք ամենայն հավանականությամբ հանդիպան հաշիվը բացված բայց այստեղ կարելի է ասել Բախտը որոշակի առումով նաև ժպտաց United-ի Ղազարյանն մի փոքր հեռու թողեց գնդակը այսօր եթե Արաքսը իհարկե ցանկանում է ու ինչի մասին երկու կարծիք լինել չի կարող եւ գնդակը հայտնվում է դարպասում 1-0 շատ արագ Արաքսի ֆուտբոլիստները այս խաղում բացում են հանդիպան հաշիվը
1-0 Արաքսը առաջինն է բացում հանդիպան հաշիվը այս խաղում, իսկապես Բարսեղյանի եզրափակումը լավ ստացվեց, բայց մինչև այդ ինչպիսի փոխանցում ստացավ նա Մելքոնյանից, իհարկե Արմեն Մելքոնյանի կատարած փոխանցումը եւս գեղեցիկ ստացվեց ու հիմա տեսնենք United-ը ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին, հիմա արդեն Արաքսը հաղթողի կարգավիճակում է United-ը պարտվողի, ինչը էլ ավելի է լարելու հանդիպման մնացած ժամանակահատվածը։ Նորից Արաքսի գրոնն ենք տեսնում Արսենյանը այստեղ արդեն փակեց Բարսեղյանի արվածի ճանապարհը։ Արեյան հարկում են գնդակ այստեղ Արաքսի ֆուտբոլիստները, բայց հիմա ստացվում է գրոյի հասնել արդեն աջ եզրով Վարդանյանն է գնդակով պայեց, ամեն դեպքում պայեց այստեղ գնդակը դաշտի սահմաններում Վարդանյանը Մելքոնյան հետո թողեց գնդակու այստեղ կորցրեց Ղազարյանն էլ դեպի Աղաջանյանը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ նրա կատարած փոխանցումը, հիմա էլ Արեյանն է հեռացնում գնդակը Աղաջանյանն ու տեսնենք գուցե սա ստացվի որևէ բան United-ի մոտ Աղաջանյան կա այո, կա խաղի կանոնների խախտում Աղաջանյանի դեմ պայքարում ու ստանդարտ է արագորեն խաղարկում United-ը, բայց շատ արագ էլ կորցրին գնդակը ու հարված հիմա կլինի Արսենյանի պաշտպանած դարպասից Մելքոնյան բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը չնայած ամեն դեպքում հասավ գնդակին ու պայեց այն դաշտի սահմաններում խաղընկերը հիմա Արաքսը վտանգավոր գրոյի անցելու այստեղ Բարսեղյանը եթե չեմ սխալվում փակեց գնդակի ճանապարհը իհարկե կար ձեռքով խաղ թե ոչ դա չեմ կարող ասել հերո է տարածությունը Աղաջանյան գեղեցիկ գործողությունները բայց հիմա խոտոցածքին է հայտնվել Արաքսի ֆուտբոլիստը հասկանանք ինչ է պատել ֆուտբոլիստին կարծես ամեն ինչ նորմալ է ու Տիգրան Մուրադյանը իհարկե խնդիրներ չունեցավ այս իրավիճակում դա ամենակարևորն ու առաջնայինն է հիմա ստանդարտ իրացնեն Արաքսի ֆուտբոլիստները Վարդանյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը փոխանցումը նույնպես Վարդանյանը կատարեց բայց Այստեղ հեռացեց United-ը գնդակու հիմա կարող են արագ հակագրոյի անցնել Աղաջանյան մի փոքր դանդաղեց հիմա դեպի Ղազարյանը փոխանցում կատարեց այո խոսում էի Ղազարյանից եւ Արաքսը գրավեց United-ի դարպասը իսկապես պետք է այս խաղում վերահասկել Աչալյոթյուրեն Հրաչ Ղազարյանին ու թույլ չտան նրան իհարկե միայնակ գործելու խաղադաշտում նա չափազանց վտանգավոր է թե դաշտի միջին հատվածում թե հարձակման կրակագծում այնպես որ պետք է ողջ ուժերը կենտրոնացնել Հրաչ Ղազարյանի վրա ու փորձել նրան այսպես ասած տեսադաշտում պահել հիմա գրոյի անցել Արաքսը ու այստեղ սուլեց մրցավարը հասկանանք ինչ է պատահել Ստանդարտ նշանակեց United-ի օգտին United-ը արագորեն խաղարկում է գնդակ Աղաջանյան Նորից Աղաջանյանն շարժվում առաջ գնդակով լավ մտահղացում է բայց այստեղ չանցավ փոխանցում ու հիմա նորից պատասխանը Արաքսի տեսնենք Վարդանյան Մոնոց գնդակով Վարդանյանը այստեղ հարված էլ կատարեց բայց արդեն բարձր է ստացվում այս իրավիճակում եղան Վարդանյանի կատարած հարվածը ու գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից
Արսենյանն արագորեն տեղադրեց ու խաղարկեց Ղազարյան Շարժում առաջ Ղազարյանը լավ գործողություն, լավ փոխացում Աղաջանյան ու այստեղ կարող էր մի փոքր ավելի անկյունը սրելու դեպքում հավասարեցնել հանդիպան հաշիվը Աղաջանյանի, բայց ինչ անցում ու փոխանցում կատարեց ներողություն Հրաչ Ղազարյանը, ինչի մասին խոսում է Ղազարյանին պետք չէ հնարավորություն տալ նման կերպ գործելու, նա երբ տարածություն է ստանում չափազանց վտանգավոր է լինում մրցակիցների համար ու մենք հիմա այդ ամենը տեսանք, կա մրցավարի Սուրիչը Արսենյանը խաղարկում է գնդակը Վիլի Քարեյանի հետ դեպի Բարսեղյանը Նորից Հարեյան շատ լավ նկատեց Աղաջանյանին մեկ հպումով Աղաջանյանը փորձեց գնդակ ուղարկել խաղընկերոջը, բայց այստեղ չստացվեց ու Արեյանը հեռացեց գնդակադաշտի սահմաններից դուրս, եզից կնետի Արաքսը Բեր Արմեն Թող գնա մեջ, թող գնա Կատարված է եզրային նետումը Մուրադյան դեպի կենտրոն փոխանցում կատարեց ու այստեղ գնդակը դարպասապային է հասցեագրում Բաբկեն Սահակյանը բայց կորցրեցին Արաքսի ֆուտբոլիստները Աղաջանյան թողեց գնդակը Ղազարյանին մի փոքր փոխանցում այստեղ Աղաջանյանի կատարած անհաջող ստացվեց այն առումով, որ արդեն կորցրեց հարվածային դիրքը Հրաչ Ղազարյանը, բայց նորից Յունայթեդը վերականգնում է գնդակը Սմբատյան, լավ պատխաղարկում այստեղ ստացվեց Սմբատյանի ու Պետրոսյանի միջև մնաց գնդակը Սմբատյանի մոտ ու Հենզել Վարդանյանն է հասնում նահանջել։ Կանգնել գնդակի ճանապարհին, հիմա տեսնենք ինչ պատահեց Պետրոսյանին։ Ստանդարտ կիրասնի հիմա Յունայթեդը կա բարձավարի Սուրիչը Ղազարյանը մոտենում է գնդակին հարված է կատարում ու հավասարեցնում այս հանդիպան հաշիվը Հրաչ Ղազարյան 1-1 հաշիվը հավասար է Հրաչ Ղազարյան հաշիվը հավասար է, լինենք անկեղծ այստեղ Արաքսի դարպասապայի տեսադաշտը փակ էր ու չտեսավ թե գնդակը որ ուղղությամբ ընթացավ, բայց միևնույնն է այն հայտնվեց ցանցում ու հիմա կարելի է ասել ամեն ինչ սկսում են թիմերը 0-ից 1-1-ը դա նույն 0-0 կարելի է համարել բացառությամբ այն ամենի, որ արդեն մեկական գոլերով աչքի են ընկել ֆուտբոլիստները խաղադաշտում, այստեղ շարժվում է առաջ Բարսեղյանը բավական լավ տարածություն հաղթարեց, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց Հուսիկ Բարսեղյանի կատարած ու հարված կլինի Արաքսի դարպասի ծայի հիմա հանդիպան տեմպը բավական, իսկապես բավական բարձր է թիմերը ճաշակեցին գոլի համը մեկական անգամ եւ դա իհարկե ինչպես ասում են ախորժակը բացվում է ուտելիս պետք է փորձել ու պետք է մտածել եւս որքան հնարավոր է ավելի գոլեր հեղինակելու մասին իհարկե երկու թիմերը կարծում եմ այլ բանի մասին չեն էլ մտածի իհարկե կփորձեն որքան հնարավոր է գրավել մեկը մյուսի դարպասը բայց առաջին իհարկե շեշտը կդնեն պաշտպանության վրա քանի որ ցանկացած բաց թողած գնդակից հետո էլ ավելի կբարձրանա թիմերից յուրաքանչյուրի խնդիրը հիմա պրեսինգի շտորի Արաքսի ֆուտբոլիստները վաստակում են անկյունային հարվածի հնարավորություն ու տեսնենք ինչպես կիրասնեն արդեն այս անգամ անկյունայինը Բարձից փոխանցում դեպի Յունայթեդի Տուգանայինի մատույցներ, բայց Արսենյանը այստեղ վերցրեց գնդակը ունետում է Սուրեն Սմբատյանի ուղղությամբ, մեկ հպումով Սմբատյանն էլ թողեց Ղազարյանին Ղազարյան գնդակի տեղափոխություն դեպի ձախ եսր, բայց Արաքսի ֆուտբոլիստերին բաժին ասավ գնդակը Մուրադյանն է գնդակով դեպի իրենից ավելի ձախ ու արդեն փոխանցում տեսանք
Սահակյանի ուղղությամբ վերջին սերը հասցեագեց գնդակը Տիգրան Մուրադյանին թողեց Մուրադյանը գնդակը Մելքոնյանին Հենզել Վարդանյան լավ փոխանցում էր դեպի Մուրադյանը շատ լավն էլ այստեղ ստացվեց Մուրադյանի կատարած փոխանցումը ու 2-1 դուբլի հեղինակ է դառնում Հովհաննես Բարսեղյանը Արաքսը նորից այս խաղում երկրորդ անգամ առաջ է հասնում հաշվի մեջ Հովհաննես Բարսեղյանը 2-1 Արաքսը նորից այս խաղում երկրորդ անգամ առաջ է հասնում հաշվի մեջ United-ն էլ երկրորդ անգամ հայտնվում է պարտվողի կարգավիճակում ու տեսնենք այս անգամ արդեն ինչպես կփորձի ներողություն United-ը դուրս գալ այս իրավիճակից ճիշտ է անմիջապես բաց թողեցին United-ի ֆուտբոլիստները իրենց գոլը հեղինակելուց հետո բայց միևնույնն է այն զգացողությունը կա որ զիջում են այս պահին հաշվի մեջ մրցակցին ինչը իհարկե իր դերն ու նշանակությունը ունի այս խաղում ցանկացած յուրաքանչյուր մեկ գնդակ որը ամեն գրոյից հետո ամեն ինչից հետո էլ ավելի վտանգավոր կարող է լինել 3-1 Բարսեղյանը հետրիկի հեղինակ է հիմա էլ դառնում Հովհաննես Բարսեղյան 3-1 նույնիսկ երկու ամբողջական րոպե չպահանջվեց Բարսեղյանից երկու գնդակ հեղինակել մրցակցի դարպասի ուղղությամբ խոսքս այս վերջին երկու խփած գնդակների մասին է ու հիմա Արաքսը այս խաղում արդեն կրկնապատկում է իր առավելությունը United-ն էլ իհարկե պետք է մտածի ու փորձի շտկել այս բաց թողումը որը առաջացել է Ամեն ինչ կարելի է ասել հանգիստ սցենարով էր ընթանում United-ի ֆուտբոլիստների համար, բայց բաց թողեցին երկրորդը, հետո անմիջապես հաջորդեց երրորդ գնդակ բաց թողնելու ու հիմա արդեն իրավիճակը շատ ծանր է Ղազարյան իհարկե սա դեռ չի նշանակում որ Արաքսը հաղթել է այս խաղում կամ պարտվել է, բայց United-ը ինքնին հայտնվել է շատ ծանր կացության մեջ, հիմա էլ կար խաղի կանոնների խախտում այստեղ Բաբկին Սահակյանի դեմ պայքարում խախտեց խաղի կանոնները այս իրավիճակում Արշակ Սարգսյանը ու ստանդարտ կիրասնի Արաքսը հիմա հասկանանք ամեն ինչ արդյոք կարգին է Բաբկին Սահակյանի հետ նա ամեն դեպքում դեռ խոտածածկի վրա է, բայց կանգնում է ոտքի եւ Կարծես կմն այո խաղադաշտում Կասուլիչը Վարդանյանը խաղարկում է այստեղ գնդակը Մուրադյանի հետ դեպի Մելքոնյանը կատարեց փոխանցում Մելքոնյան լավ գործողություն տեսանք երկրորդ անգամ փորձեց շրջանցել Արտեմ Խաչատրյանին բայց չստացվեց ու հիմա պրեսինգ է գնում United-ը հիմա հաստրեց ազատվել Մելքոնյանը գնդակի չնայած այստեղ Պետրոսյանը խլում կատարեց ու տեսնենք ինչ է նշանակում մրցավարը խաղի կանոնների խախտում այո տեղի ունեցավ Սահակյանի կողմից Սեմյոն Պետրոսյանի դեմ պայքարում ու Հիմա ստանդարտ կիրասնի Մանչեսթեր Յունայթեդը բավական նորից վտանգավոր դիրքում հիշեցնեմ Յունայթեդի առաջին գնդակը խփեց հենց Տուգանայինից ու գուցե դա է հաջող ստացվում ակումբի մոտ թիմի ֆուտբոլիստերի գործողություններում իհարկե տեսնենք Կասուլիչը նորից Ղազարյանն է գնդակի մոտ այս անգամ արդեն պատկասված ֆուտբոլիստը փակեց գնդակի ճանապարհը Խաչատրյանից էլ հարված տեսանք բայց բավական ուժեղ է հարվածը չնայած պաշտպանները փակեցին Խաչատրյանի հարվածի ճանապարհը Մուրադյան Բայց գնդակը Մուրադյանը իր մոտ ուշադրում է առաջ եւ այստեղ խախտեցին խաղի կանոնները
Խաղարկում են գնդակը հիմա Արաքսի ֆուտբոլիստները երկար փոխանցում առաջ ու Արսենյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից անկյունային կիրականացնի հիմա Արաքսը ու տեսնենք անկյունայինի խաղարկում ինչ է տալու Արաքսի ֆուտբոլիստերին Խաղարկում այստեղ կատարեցին Մուրադյանը շատ լավ կերպով թողեց գնդակը Սահակյանին, Հենզել Վարդանյան գուցե հեռվից փորձի Վարդանյանը վարվածի փորձ, բայց չստացվեց այս անգամ Վարդանյանի մոտ գնդակն էլ բավական բարձր ընթացավ եւ Արսենյանը իհարկե պետք է շտապի, իսկ United-ը նախորդ տուրումը բավական հաջող հանդիպում անցկացրեց, իսկապես մրցում էր ոչ պակաս բարդ մրցակցի հետ ինչպիսին Սելտան է մեր առաջնությունում ու կարողացան հաղթանակի հասնել Սելտայի նկատմամբ 4-3 հաշվով, իսկապես այնպես չէ United-ը այդ խաղում հայտնվեց բարդ իրավիճակում, հենց առաջի կեսում խփեց 4 անպատասխան գնդակ մրցակցի դարպաս ու գնացին թիմերը ընդմիջման 4-0 հաշվի պայմաններում, շնայած հետո ընդամենը Սելտան երկրորդ խաղակեսում հենց 3-4 րոպեների ընթացքում կրճատեց հաշվի տարբերությունը հասնելով նվազագույնի 3 անգամ գրավելով United-ի դարպասը գեղեցիկ էր այստեղ, բայց Վարդանյանի հարվածից հետո Արսենյանը կարողանում է ետ մղել գնդակը ու ամեն դեպքում նախորդ տուրում United-ը կարողացավ այդ մեկ գնդակի առավելությունը պահելով հաղթանակի հասնել։ Հիմա մենք իհարկե այլ United ենք տեսնում խաղադաշտում, որը անցած խաղի United-ին իհարկե այնքան էլ չի համապատասխանում այս անցած րոպեների ընթացքում, ճիշտ է կան, իսկապես կան այսօր թիմի կազմում բացականներ, թիմը այսօր ամբողջական հայտարարությամբ չներկայացել այս հանդիպմանը, Բաբախանյանը այսօր չի կարողանում օգնել, Հայրապետյանը չկա հայտարարությունում Բայց ամեն դեպքում կարծում եմ կփորձին Manchester United-ը այս բարդ իրավիճակը հաղթահարել, Մուրադյանը նույնպես այսօր չկա United-ի հայտարարությունում ես նշեցի արդեն 2-3 ֆուտբոլիստի ովքեր բացակայում են այս խաղում ու իհարկե դա իր տեղը զգացնել տալիս է խաղադաշտում, հիմա Վարդանյանը խաղարկում է ստանդարտը, երկար փոխանցում առաջ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Արսենյանն է խաղարկում գնդակը Խաչատրյանի հետ, դեպի առաջ փոխանցում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Խաչատրյանի կատարած փոխանցումը, գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից, արագորեն խաղարկեց Արաքսը գնդակը Վարդանյանը գնաց պրեսինգի, բայց Բարսեղյանը այստեղ լավ է դուրս գալիս պաշտպանությունից ու շարժվում առաջ։ Բարսեղյան հարված Վարդանյանը նորից իր վրա է ընդունում այստեղ գնդակ ու թույլ չի տալիս այն շրջանցի իրեն։ Գեղամ Վարդանյան։ Եվ հիմա Արաքսը աջ եզրով անցնում է գրոհի լավ անցում տեսանք ու Պետրոսյանը այստեղ Սանգումով հաստրեց հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, նորից անկյունային խաղարկի Արաքսը խաղարկված է գնդակը Մուրադյան հետ փոխանցում դեպի Հենզել Վարդանյանը շատ գրագետ գործեց Վարդանյանը այս իրավիճակում Գեղամ Վարդանյան շարժվում է դեպի կենտրոն, որքան տարածություն հաղթարեց միայնակ Վարդանյանը, բայց Հուսիկ Բարսեղյանը կանգնեց նրա առջև ու հիմա տեսնենք United-ի պատասխանը Խաչատրյանը պահում է գնդակը դաշտի սահմաններում եւ հետո արդեն կար խաղի կանոնների խախտում Խաչատրյանի դեմ պայքարում
Ցավարի Սուլիչը Խաչատրյանն ուղարկում է գնդակը Տուգանայինի մատույցներ, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը, գնդակներ դուրս եկավ դաշտի սամբանդերից։ Վարդանյան ուղարկեց գնդակը Մուրադյանի ուղղությամբ, բայց այստեղ մի անգամ երկու մրցաշրջափակման մեջ հայտնվեց Մուրադյանը ու այնքան հեշտ չէր իհարկե շրջանցելը։ Հենց էլ Վարդանյանն է հիմա զարգացնում արագություն դաշտի միջին հատվածով, կա փոխանցումը, բայց այստեղ նորից Բարսեղյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու թույլ չի տալիս փոխանցումը անցնի։ Մուրադյան կարծում եմ առաջի կեսում վերջի դրոնն է սա Արաքսի այստեղ հեռացեց գնդակը United ու հիմա United-ի արագ պատասխանը կարող են տեսնել, կա Աղաջանյանի տարբերակը, կա փոխանցում դեպի թիմի ավագը Ռոբերտ Աղաջանյանն մի փոքր դանդաղեց, հիմա գրագետ փոխանցում էր կատարում, բայց Սմբատյանին գնդակը չհասավ, Մուրադյանն էլ այստեղ շատ լավ գործեց, դուրս գալով դարպասից ու տիրելով գնդակին, առաջի խաղակեսը ավարտվում է հենց այստեղ, կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Բարեկամներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու United ընդդեմ Արաքսի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի խաղակեսից հետո կրկնակի առավելություն ունի Արաքս թիմը խաղադաշտում ու տեսնենք երկրորդ կեսում թիմերը ինչ կփորձեն անել։ Նախ հիշեցնեմ Հովհաննես Բարսեղյանը բացեց այս հանդիպման հաշիվը, հետո Տուգանայինից հարվածով Հրաչ Ղազարյանը հավասարեցեց այս դիմակայության հաշիվը, իսկ հետո արդեն Բարսեղյանը եւս երկու գնդակներ հեղինակեց 1-2 րոպեների ընթացքում United-ի դարպասի ուղղությամբ ու այդ արդյունքի շնորհիվ, այդ գրանցած արդյունքի շնորհիվ հիմա կրկնակի առավելություն ունի Արաքս թիմը խաղադաշտում United-ի նկատմամբ ու տեսնենք երկրորդ կեսում առաջին հերթի United-ը ինչ կփորձի անել, հիմա անմիջապես գրոտ տեսնենք Մանտունյանցիներից, բայց Ղազարյանի հարվածը այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց ու դուրս եկավ դաշտի սահմաններից Աղաջանյան ակտիվ է մեկ տարկել հիմա Manchester United-ը իսկապես երկրորդ խաղակեսը ու տեսնենք, եթե եւս մեկ գնդակ United-ը կարողանա հեղինակել շատ կարճ ժամանակահատվածում, այնպես չէ որ երկու գնդակ չի հասցնի հեղինակել մի ամբողջական կրկնում եմ առաջին խաղակեսից հետո երկրորդ խաղակես ունի տրամադրության տակ United-ը ու եթե ժամանակի տեսանկյունից նայենք դա բավական է 25 րոպեները իհարկե հավասարեցնելու նույնիսկ հաղթանակի մասին մտածելու, բայց որքան շուտ մեկը ետ բերի, այնքան իհարկե ավելի կհեշտացնի իր խնդիրը, իսկ Արաքսը բնականաբար համաձայն չի լինի այդ մտքետ ու այնպես չէ որ հեշտությամբ կզիջի United-ին այս ձեռք բերած առավելությունը Արաքսն լինենք արդար Հաֆելում Ինտերկապ մրցաշարում շատ բարդ մրցակից է համարվում ցանկացած թիմի համար Ղազարյան, Աղաջանյան ու հիմա գնդակը չի հայտնվում դարպասում մի փոքր շեղությամբ ընթացավ տպավորությունը այնպիսին էր որ արդեն Աղաջանյանը դարձավ գոլի հեղինակ բայց կողքից այսպես ասենք գնդակը անցավ դարպասի կողքից ու չհայտնվեց ցանցում արագորեն խաղարկեցին հիմա ստանդարտ Արաքսի ֆուտբոլիստները դեպի Սահակյանը փոխանցում Հենզել Վարդանյան լավ առաջին խաղակես անցկացրեց Հենզել Վարդանյանը Արաքսի կազմում նախ վերջում էլ հարվածի փորձ կատարեց, որը բավական բարձր ընթացավ, ճիշտ է, դրա մասին չէ ընդհանրապես խոսքս, դա որպես տվյալ նշեցի Վարդանյանից մի քանի հարվածի ճանապարհ ու փոխանցման շատ վտանգավոր փոխանցման ճանապարհ Վարդանյանը կարողացավ կասեցնել ողջ մարմնով, այսպես ասեմ, փակելով գնդակի ճանապարհը ու թույլ չտալով, որպեսզի մրցակից թիմի ֆուտբոլիստների կատարած հարվածը ընթանան դեպի Մուրադյանի պաշտպանած դարպասը Եվ այդպես էլ եղավ, որ հարվածի ճանապարհին, այսպես ասեմ, Վարդանյանի ներգրավվածությունը ունեցավ, ու այդ հարվածները իրենց մեջ վտանգ չսպառնացին Արաքս թիմի համար ու իհարկե երկրորդ խաղակեսում կփորձի Արաքսը արդեն ոչ թե մտածել ինչպես գրավել դարպաս, այլ մտածել ինչպես առնվազն ինչպես պահել այս առավելությունը, որը այնքան էլ հեշտությամբ իհարկե ձեռք չեն բերել, Սմբատյանն է շարժվում առաջ թողեց հիմա Աղաջանյանին շատ լավ փոխանցում Աղաջանյանից վտանգավոր է ու չի ստացվում այստեղ հարված կատարել դարպասի ուղղությամբ հիմա United-ի կազմում կարող էր կրճատել հանդիպան հաշիվը Արշակ Սարգսյանը ներողություն բայց
թույլ չտվեցին այստեղ Սարգսյանին արված կատարել։ Իհարկե Աղաջանյանի ընդգծված փոխանցումը շատ բարեհաջող կերպով հասավ Սարգսյանին, բայց գրավել ցանց այս իրավիճակում United-ի 9 համարի մոտ չստացվեց։ Վարդանյանը խաղարկում է գնդակը, երկար փոխանցում է կատարում առաջ, բայց Հրաչ Ղազարյանն այստեղ շատ ամուր պաշտպանվեց։ Հետո էլ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում։ Ամեն դեպքում եզրային է դու նշանակեց մրցավարը, որը հենց Ղազարյանն էլ իրականացրեց, հիմա նորից գնդակը Ղազարյանի մոտ է, դեպի Ֆիլիպ Արեյանը, Արեյանն էլ դեպի առաջ ուղարկեց, բայց Պողոսյանը կորցնում է գնդակը, ներողություն ոչ թե Պողոսյանն էր, այլ Սարգսյանն այս իրավիճակում, ու հիմա Չանցավ Արաքսի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը Խաչատրյան Աղաջանյան, եթե ստացվեր այս համագործակցությունը, այսպես ասեմ, ապա Խաչատրյանը բավական լավ դիրքում կստանար գնդակը, հենց էլ Վարդանյան գեղեցիկ էր, բայց Աղաջանյանը ամեն դեպքում հասցրեց խլել գնդակը։ Աղաջանյան դեպի իհարկե մտահղացումը լավն էր դեպի խաղընկերը, բայց Վարդանյանը շատ հաջող է պաշտպանվում, այստեղ իսկ Սարգսյանին շրջանցել չստացվեց։ Ռոբերտ Աղաջանյան աչի եզրում է ինել, Աղաջանյանը լավն էր փոխանցումը, Ղազարյան բարձր է ստացում Ղազարյանի այս փորձը, հիմա եթե խփեր Ղազարյանը ու կրճատեր հանդիպման հաշիվը, ապա իհարկե ավելի լավ կլիներ Մանչեսթեր Յունայթեդի համար, մոտ էր, իսկապես Յունայթեդը մոտ էր գնդակին ու նշեմ, որ Յունայթեդը բավական ակտիվ է երկրորդ խաղակեսում, հիմա պետք է այս ակտիվությունը վերածել գործականի, Ղազարյանը ստանում է գնդակը, թողնում Աղաջանյանին ու ստացվում է Աղաջանյանի մոտ 3-2, Յունայթեդը նորից կրճատում է հանդիպան հաշիվը։ Ռոբերտ Աղաջանյանը 3-2 նորից նվազագույնն է Արաքսի առավելությունը խաղադաշտում, ինչ ընդգծված փոխանցում կատարեց Ղազարյանը ու ինչ հետագից ունեցավ գնդակը Աղաջանյանի կատարած հարվածից հետո, այո, ինչի մասին նշում էի, իր ակտիվությունը Յունայթեդը վերածեց գործականի ու կարողացավ երկրորդ խաղակեսում այդ ակտիվությունը իսկապես, որը ուներ խաղադաշտում Յունայթեդը վերածել գոլի ու կրճատել հաշվի տարբերությունը։ Հիմա արդեն հանդիպում այլ պատկեր կստանա, հիմա Յունայթեդը կնետվի առաջ ու կփորձի արդեն հավասարեցնել առնվազն հանդիպան հաշիվ Աղաջանյան։ Լավ դեր փոխանցումը, բայց Սմբատյանի մոտ չստացվեց այստեղ, ինչ ընդգծված փոխանցում հիմա էլ կատարեց Աղաջանյանը դեպի խաղընկերը, բայց եթե մի փոքր աննշան նույնիսկ կարողանար շեղել գնդակի ուղղությունը Սմբատյանը վտանգավոր կլիներ, իսկ հիմա Արաքսի անմիջապես պատասխանն ենք տեսնում, ինչ է կատարվում, կա փոխանցումը հարվածը կա նույնպես ու Արսենյան, բրավո դարպասապային այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվեց ու դիրքը ընտրեց, հիմա էլ Յունայթեդը նետվում առաջ Ղազարյան լավն էր փոխանցումը Աղաջանյան չստացվեց, այս անգամ էլ Աղաջանյանը կարող էր հիմա հավասարեցնել դիմակայության հաշիվը, բայց իհարկե մի փոքր անհարմար էր Աղաջանյանի իրավիճակը այստեղ, բացի այդ դարպասապանն է դուրս գալով խանգ առեց։ Ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա ստանդարտ խաղարկի Յունայթեդը, Արագոնը Ղազարյանն ուղարկեց գնդակը Աղաջանյանին դեպի Սմբատյանը ու Սահակյանն է լավ պաշտպանվում, հիմա վերադարձավ գնդակը նորից Սմբատյանի մոտ դեպի Հրաչ Ղազարյանը, հարված Ղազարյանից ու բարձր է ստացվում այս փորձը։ Գնդակն էլ դուրս է գալիս դաշտի սահմաններից։
ու Մուրադյանը պատրաստվում է խաղարկելու, այդպես էլ արեց, հենց էլ Վարդանյանն ուղարկեց գնդակը, Մուրադյան, նորից Վարդանյան, և դեպի ձախ եզր կատարեց փոխանցում, Մուրադյանն էլ միացել է գրոհին, վտանգավոր է հարված ու գնդակը նորից հայտնվում է United-ի դարպասում 4-2 Արաքսը նորից կրկնապատկում է իր առավելությունը։ Տիգրան Մուրադյան 4-2 լավ գրոհ սկսեց Արաքսը, United-ը ոչինչ չհասցրեց այս իրավիճակում անել, Մուրադյանի ներգրավվածությունը ունեցավ գրոհ սկսելու ժամանակ, իսկ հետո արդեն հենց ինքն եզրափակեց խաղանկերոջ կատարած փոխանցումը, հիմա նորից երկու գնդակի առավելություն ունի խաղադաշտում, Ռոբերտ Աղաջանյան ու այստեղ չստացվեց Աղաջանյանի մոտ, լավ էր մտածել, թե ինչպես պետք է շեղել գնդակի ուղղությունը, բայց չստացվեց այստեղ Աղաջանյանի մոտ մեղմ ասած, հիմա հարված կլինի նորից Արաքսի դարպասից Վարդանյանն է կրկին խաղարկում գնդակը, Հարեյան հեռու թողեց, բայց Բարսեղյանը խաղանկերը այստեղ փողոքության եկավ Հարեյանին, իսկ հիմա արդեն ոչ ոք ոչինչ չի հասցնի անել, եթե եւս մեկ անգամ Արաքսը գրավի դարպասը, բայց Հարեյանն է հիմա կարողանում հեռացնել գնդակը Ղազարյան ու հիմա գուցե ստացվի որևէ բան United-ի մոտ Աղաջանյան, բայց փոխանցումը այլ ուղղությամբ ստացվեց Աղաջանյանի կատարած ու նորից Արաքսը անցնում է հակագրոհի Վարդանյան, գուցե միանգամից փորձ տեսնենք Վարդանյանից, բայց ընդունեց գնդակը, հետո հարվածեց ու բավական բարձր հարվածեց Վարդանյան այս իրավիճակում։ Արսենյան ուղարկում է գնդակը Հարեյանին դեպի Սարգսյանը վերջինս էլ թողեց գնդակը խաղանկերոջ ու հետո կար խախտում Արաքսի ֆուտբոլիստի կողմից Արագորեն United-ը խաղարկեց գնդակը, հիմա էլ խախտեց Մուրադյանը Ղազարյանի դեմ պայքարում խաղի կանոնները Սուրիչը Ղազարյանը բարձից փոխանցում է կատարում Տուգոնայինի մատույցեր ու սա ավելի շատ հարված ստացվեց ոչ թե փոխանցում, բայց բարձր ընթացավ գնդակը և դուրս եկավ այն դաշտի սահմաններից Հենզել Վարդանյան գնդակով Արաքսն է, բայց Ղազարյանը գնաց միջև վերջ ու թույլ չտվեց, որպեսզի փոխանցումը հասցի, բայց փոխարենը եզրից կնետի Արաքսը, հենց էլ Վարդանյանը կատարի եզրային նետում, երկար փոխանցում առաջ, դեպի Բարսեղյանը ինչպիսի լավ փոխանցում տեսանք Բարսեղյանից, այստեղ վտանգավոր է ու չի այլտվում գնդակը United-ի դարպասում, հիմա հնարավորություն կորցրեց, մեծ հնարավորություն կորցրեցին Արաքսի ֆուտբոլիստները, Սարգիս Սարգսյանն է հայտնվել հարվածային գոտում, բայց չստացվեց այստեղ ֆուտբոլիստի մոտ գրավել դարպասը իսկ այս գրոհը ինչպես սկսեց Արաքսը ու ինչպիսի փոխանցում կատարեց Հովհաննես Բարսեղյանը իսկապես գեղեցիկ էր ստացված և հիմա առաջին դեղին քարտը արդեն այս խաղում կտեսնենք այն իր գլխավերևում տեսավ United-ի 9 համարը Արշակ Սարգսյանը ոչ ներողություն սա հանդիպման երկրորդ դեղին քարտը United-ի առաջի ու տեսնենք
Ստանդարտ ինչպես խաղարկի Արաքսը կա, Սուլիչը Հենզել Վարդանյանն է մոտենում գնդակին հարվածում հիմա էլ աչ ոտքով փորձը Վարդանյանից, բայց բարձր ստացվեց ֆուտբոլիստի կատարած հարվածը, իհարկե Վարդանյանը երկու ոտքով շատ լավ է հարվածում, թե աչով, թե ձախով, բայց հիմնական ոտքը, այսպես ասենք, կարծես Վարդանյանի մոտ փորձված ոտքը, իհարկե ձախն է, նա ձախով ավելի թնդանոթային հարվածների է տիրապետում։ Ամենայն դեպս տպավորությունը այդպեսին է եղել, չնայած կրկնում եմ երկու ոտքով էլ նույնպես նույն ուժգնությամբ հարվածներ կարողանում է ամեն դեպքում կատարել Սահակյան հետ փոխանցում դեպի Հենզել Վարդանյանը Մուրադյանին ուղարկեց Վարդանյանը գնդակը լավ խաղարկեցին Արաքսի ֆուտբոլիստները այս իրավիճակում հարված ու Արսենյանը հիմա արդեն փրկեց, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային ամեն դեպքում կիրասնի Արաքս ակումբը Սարգսյանն է հիմա էլ գնդակի մոտ տեսնում ենք փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարվածի փորձ էր սա ու չստացվեց Արսենյանը վերցրեց գնդակը ուժեղ հարվածով ուղարկեց առաջ բայց Մուրադյանը փակեց գնդակի ճանապարհը վտանգավորը եւս մեկ փորձ կարող ենք տեսնել Բարսեղյանից կա փոխանցում դեպի ավելի Աչեզր հիմա ենք հարված տեսնում ու բավական վտանգավոր հարված կատարեց Մուրադյանը այս իրավիճակում Սակայն գնդակը չհայտնվեց ցանցում Հարեյան դեպի Հանքերը փոխանցում Ղազարյանն դեպի Աղաջանյանն է ուղարկում գնդակը բայց գնդակը Աղաջանյանը դաշտի սահմաններում շատ լավ անցում կատարեց ու տեսնենք ինչ շարունակություն կտա գրոհին փոխանցում բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը Սմբատյան կորցրեց գնդակը այստեղ Սուրեն Սմբատյանը խաղարկում է Արաքսը պաշտպանությունում գնդակը Վարդանյան դեպի Ձախ է ուղարկում գնդակը որտեղ Մելքոնյանն էր ու հիմա կա խաղի կանոնների խախտում Մելքոնյանին Ղազարյանի դեմ խաղի կանոնները խախտելու համար Սուլիչը այստեղ ուղարկեց Ղազարյանը գնդակը Տուգանայինի մատուցներ, բայց այն ուղիղ բաժին ասավ Մուրադյանի ձեռքերին, հիմա էլ Խաչատրյանը նահանջեց ու տվեց եզրային նետման հնարավորություն Արաքսի ֆուտբոլիստերին այս իրավիճակում Սարգսյան փողեց Խաչատրյանին, ստացավ պատասխան փոխանցում ու հետ է ուղարկում գնդակը Հրաչ Ղազարյանի ուղղությամբ դեպի Աղաջանյանը Վիլիկ Հարեյան նորից Աղաջանյան ուղարկեց գնդակը Խաչատրյանին, ստացավ նրանից գնդակը ու շարժվում է առաջ Ռոբերտ Աղաջանյան, տեսնեք ինչ որոշում է կայացնելու դեպի Ղազարյանը փոխանցում հետևեց Հրաչ Ղազարյան հարված այստեղ դարպասապաչ ֆիքսեց գնդակը իսկ հիմա արդեն վերցրեց Մուրադյանը գնդակը Եվ կար այստեղ խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում Վարդանյան երկար փոխանցում նորից առաջ նույն ոճով Արաքսը շատ հաջող է դուրս տալիս պաշտպանությունից Վարդանյանի երկար կտրող փոխանցումները հաջող են բավական ստացվում հիմա արդեն տեսեք գրոյի եզրափակիչ փուլում են Արաքսի ֆուտբոլիստները բայց խախտեցին այստեղ խաղի կանոնները ու Արսենյանը
գնդակը կուղարկի առաջ։ Հիմա պետք է մտածի իսկապես United-ը ունեն երկու գնդակի տարբերություն մրցակցի հետ, խաղում այս երկու գնդակ զիջում են ու հանդիպան ավարտին էլ մնացել է 3 րոպե խաղա ժամանակ, ինչը իհարկե շատ ավելի է բարդացնում United-ի խնդիր, իսկ հիմա Արաքսի պատասխանը ու չի ստացվում Վարդանյանի մոտ գտնել ցանցը։ Հիմա եթե Արաքսը գրավեր մրցակցի դարապասը Գեղամ Վարդանյանը մասնավորապես, ապա կարելի էր մտածել, որ հաջող գրոհը ավարտած համարեցին Արաքսի ֆուտբոլիստները, բայց դա տեղի չունեցավ, իսկ հիմա United-ը պետք է փորձի ամեն ինչ թողնել ու նետվել առաջ։ Եթե այս 1.5 րոպեի ընթացքում խփի մեկ գնդակ United-ը, ապա հնարավոր կլինի որևէ բանի մասին մտածել, իսկ եթե ոչ, ապա արդեն Արաքսը փաստենք, որ հաղթանակի կհասնի ու կվաստակի հերթական 3 միավորը, ինչին իհարկե 99%-ով բավական մոտ է ակումբը, բայց կրկնում եմ դեռ կա խաղաժամանակ Վարդանյան չանցավ այստեղ գնդակը հիմա կատարեց փոխանցում Սարգսյան ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում Սարգսյան այստեղ Արաքսի համար Վարդանյան դեպի խաղընկերը հարվածի փորձ այստեղ նորից ու հեռացնում է United-ը գնդակը Ղազարյան մի փոքր պետք է շտապել ցածրեց Սարգսյանը նահանջելու հեռացնել գնդակը անկյունային հնարավորություն հիմա Անկյունայինի հնարավորություն հիմա վաստակեցին United-ի ֆուտբոլիստները Արագոն է խաղարկում են Աղաջանյան հարված ուշեղությամբ է ստացվում Աղաջանյանի կատարած հարվածը Եվ այո փաստ ենք որ Արաքս այսօր հաղթում է արժանանում է հերթական 3 միավորին քանի որ արդեն ժամանակի տեսանկյունից չի ասնում United-ը խփել երկու գնդակ այն էլ իհարկե այն պարագայում երբ Արաքսը այսքան լավ է պաշտպանվում այս րոպեներին Խաչատրյան ուղարկեց գնդակը Ղազարյանին Դեպի Աղաջանյանը ու եթե անցներ Ղազարյանի այս փոխանցումը եւ Աղաջանյանը գտներ ցանցը, ապա շատ շքեղ կոմբինացիա մենք կտեսնեինք, բայց փակվեց առաջ Ղազարյանի փոխանցման ճանապարհը, իսկ փոխարենը հիմա Արաքսը նետվում առաջ Վարդանյան ուղարկեց գնդակը Բարսեղյանին դեպի Սարգսյանը լավ է պաշտպանվում այս իրավիճակում էլ Սմբատյանը 3-ը 2-ի դիմաց 3-ի դիմաց արդեն նետվում է առաջ United-ը Խաչատրյան ինչու այսքան դանդաղեց Խաչատրյանը եւ անկյունային հարված միայն վաստակել United-ը այս իրավիճակում եթե փոխանցեր դեպի Աղաջանյանը կամ իրեն ավելի արագ պատրաստել հարվածը Խաչատրյանը կարող է իսկապես հաջողության հասնել այս գրոհի ժամանակ United-ը բայց մի փոքր դանդաղեց հետո էլ արդեն հարվածը իր վրա նորից ընդունեց Էնզել Վարդանյանը հիմա տեսնենք անկյունային ինչ կտա United-ին Խաչատրյանն է կատարում փոխանցում ու հեռացեցին գնդակ Արաքսի ֆուտբոլիստները Վարդանյան շատ հաջող փոխանցում դեպի Ծաղկեզեր բայց կորցրեցին այստեղ գնդակը ես ներողություն եմ խնդրում Բարսեղյանն էր այդ իրավիճակում ոչ թե Վարդանյան ու հիմա արդեն Գեղամ Վարդանյանն շարժվում առաջ գնդակով լավ անցում կատարեց երկրորդին նույն բանը անել չստացվեց այստեղ էլ Սարգսյանը խլեց գնդակը հրաչ Ղազարյան մեկ հպումով դեպի Աղաջանյանը ճիշտ վարվեց Ղազարյանը այստեղ բայց նորից Էնզել Վարդանյանն է փակում փոխանցման ճանապարհը ինչպեսի հանդիպումն այսօր անցկացնում Վարդանյանը Վիլի Կարեյան լավ խլում ու լավ անցում էր, բայց նորից Էնզել Վարդանյանը կանգնեց Արեյանի ճանապարհին ու հիմա Արաքսը հակագրոհի անցնում կա փոխանցում վտանգավոր է հարված Արսենյանն է հիմա էլ փակում գնդակի ճանապարհը ու տեսնենք ինչ պատահեց Մուրադյանին այս իրավիճակում ամեն ինչ Կարքին է ֆուտբոլիստի հետ նա կշարունակի հանդիպումը իսկ հիմա փոխարենը գնդակը մրցավարը վիճաբանական կերպով
տալիս է Արաքսի ֆուտբոլիստերին, Մուրադյանն էլ հանձնում է այն United-ին ու Արսենյանը սկսում է խորքից Պետրոսյան հետ փոխանցում դեպի Արսենյանը ու այստեղ պրեսինգ կար Արաքսի ֆուտբոլիստերի կողմից, որը տվեց իր արդյունքը, Եզիսկ նետի Արաքսը Վարդանյան լավ փոխանցում ստացվեց այստեղ ու Արայանը հասցնում է կանգնել գնդակի ճանապարհին ու հիմա միգուցե որևէ բան տեսնենք United-ից Ղազարյան լավն էր փոխանցում Աղաջանյան 4-3 այ հիմա ստացվեց United-ի մոտ Աղաջանյանն էլ խփում է այս խաղումին երկրորդ գնդակը Ռոբերտ Աղաջանյան 4-3 ստացվեց հիմա United-ի մոտ ու հիմա մեկ գնդակ է United-ին բաժանում ոչ ոքի արդյունքից հիմնական ժամանակը սպառվել է եւ հիմա միայն մրցավարի փոխհատուցած վերջին 2 րոպեները կընթանան Մուրադյան ուղարկեց գնդակը այստեղ պատ խաղարկումը լավ դեր իսկ հիմա բրկվեց United այս իրավիճակում Վարդանյանի արվածից հետո ու տեսնենք կստացվի արդյոք United-ի մոտ թե ոչ այս կարճ ժամանակահատվածում խփել մեկ գնդակ ու հավասարեցնել դիմակայության հաշիվը Արսենյան երկար փոխանցում առաջ հեռացված է հիմա գնդակը Մելքոնյանի կողմից ու Եզիսկը նետի United-ը իսկապես պետք է թողնել ամեն ինչ ու գնալ առաջ նույնիսկ դարպասապահ Արսենյանն է արդեն դիրքից բավական առաջ եկել բայց հիմա Շտացվեց United-ի մոտ լավ խաղարկում իրականացնել Վարդանյան դեպի Սարգսյանը փոխանցում ու հիմա էլ հեռացված է գնդակը Մելքոնյանի կողմից Վինիկ Արեյան չստացվեց Վարդանյանը տիրեց գնդակին ու մնաց գնդակով հիմա եթե փոխանցում հետևի դեպի United-ի Տուգանայինի մատույցներ ապա տեսեք որքան քանակական առավելություն կունենար Արաքսը արձակման գծում բայց այստեղ Վարդանյանը չկատարեց փոխանցում փոխարենը United-ը նետվում է առաջ Պետրոսյան դեպի Խաչատրյանը փոխանցում հետևեց ու սա խաղի կանոնների խախտում է այո Խաչատրյանի դեմ պայքարում եւ ստանդարտ է իրացնելու հիմա United-ը հիշեցնեմ որ United-ը այս խաղում իր առաջին գնդակը խփել է Տուգանայինից ու խփել է հենց Հրաչ Ղազարյանով հիմա գնդակի մոտ է եւ տեսնենք Ղազարյանի այս փորձը որը կարծում եմ կլինի խաղում վերջինը ինչպես է ստացվելու Կա մրցավարի սուլիչը Ղազարյանը մոտենում է գնդակին, սա խաղարկում էր, բայց Արսենյանի մոտ չստացվեց հարվածել ու հանդիպումը ավարտվում է իսկապես գերհետաքրքիր հանդիպում ստացվեց, բայց ամեն դեպքում Արաքսը այդ մեկ գնդակի առավելությունը կարողացավ 3 միավորի վերացել ու հաղթել 4-3 հաշվով խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է, շնորհակալություն որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարիք